գիտության և նորարարական տեխնոլոգիաների դերը ժամանակակից աշխարհում, մենք 4-րդ դասարանի սովորողներս պատրաստել ենք, փրկում ենք տիեզերանավը խորագրով փոքրիկ միջոցառում, որի նպատակն է զարգացնել ստեղծագործական միտքն ու երևակայությունը, ձեռք բերել նոր գիտելիքներ տիեզերքի վերաբերյալ։ Երկիրը մի փոքրիկ կաթիլ այնտեղ, մի թե իրոք սիրտ կարող կանգետի մեջ, ոչ չի կարող։ Միջակայական կապեր կստեղծենք մայրենի տեխնոլոգիա, ես և շրջակա աշխարհ և կերպարվեց առարկաների միջև։ Եվ ծաղկով և արտով այս երկրից ողջույն տա, տիեզերքի մեր ազգ է, գաղտնիքները ես պիտի իմանամ ենք մենք, տիեզերքի մեր ազգ է։ Մեր առաքելությունն է փրկել մոլորված տիեզերանավը, բացահայտել նոր մոլորակներ։ Դե ինչ ընկերներ, պատրաստ եք ապագայի հետազոտություններին։ Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, մենք հիմա գտնվում ենք Ջայլամների ֆերմայում, որտեղ ըստ Սուեցին տվյալների գտնվել են քարացուկներ։ Հիմա մեր գործընկեր Մանրեն կպատնի մանրամասն, թե ինչեր են այդտեղ հայտնաբերվել։ Խնդրեմ, Մանրեն։ Փոքրիկ հնաբանների խումբը հենց այս պահին պեղումներ է կատարում Ջայլամների ֆերմայի տարածքում։ Հիմա կմոտենանք և կտեսնենք, թե ինչ է նրանց հաջողվել հայտնաբերել։ Ինձ թվում է, որ սա տիրանոզավր է, որն ապրել է հյուսիսային Ամերիկայում է։ Նա օրվա մեջ կերել է 50 կիլոգրամ, իսկ երկը նրան բավարարել է 2-3 օր։ Խորեխը մարդու կարևորագույն օրգանն է, և խորեխը լսում է մարդու բարկատիվը երկիտասարան գործունեությունը։ Այստեղ է գտնվում նաև սոմատոսենսորային կերակը, որը պատասխանատու է շոշափելիքի համար։ Ուղեղի զարգացման լավագույն միջոցն է, ինտելեկտուալ առումով դերից ավելի գերակցի մարդկանց հետ շփումը Ստացի գործողությունների բխում ապակա հետևանքների պլանավորումը։